Կալուգացի օլիգարխի աջակիցները հիմա էլ նոր պատճառաբանություն են գտել, թե ինչու ինքը նորմալ հայերեն չի խոսում։ Ասում են, հա ինչ անենք, Շարլ Ազնավուրն ու Վիլյամ Սարոյանն էլ նորմալ հայերեն չեն խոսում։ Ուրեմն սիրելի տարօրինակ մարդիկ, նախ Շարլ Ազնավուրն ու Վիլյամ Սարոյանը երկուսն էլ նորմալ հայերեն խոսում էին, արևմտահայերեն էին խոսում։ Չնայած կարող էին եւ չխոսել, որտեղ երկուսն էլ ծնվել էին արտերկրում, նրանք երկրորդ սերնդի գաղթականներ էին եւ կարող էին չխոսել ընդհանրապես հայերեն, բայց միևնույն է, խոսում էին լավ հայերեն։ Հաջորդը նրանք երկուսն էլ շատ լավ խոսում էին համապատասխանաբար անգլերեն եւ ֆրանսերեն։ Իսկ ձեր օլիգարխը ծնվել է Հայաստանում, մեծացել է Հայաստանում, դպրոց գնացել է Հայաստանում, բուհն ավարտել է Հայաստանում, բայց միևնույն է նորմալ հայերեն չի խոսում։ Ու ասեմ ավելին, նորմալ ռուսերեն էլ չի խոսում։ Խնդրում եմ ձեր առաջնորդի մեծ առաջնորդի անգրագիտությունը մի փորձեք փակել Շարլ Ազնավուրով եւ Վիլյամ Սարոյանով։ Մանավանդ որ ձեր օլիգարխը կյանքում ոչ մի գիրք չի գրել, ոչ էլ հանճարեղ շանսոններ է գրել։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։